Հայաստանում պաշտոնապես բացվեց տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության գործարանը։ ԱՄՆ-ում հիմնված Firebird AI ընկերությունը, որը կենտրոնակայաններ ունի Սան Ֆրանցիսկոյում եւ Երևանում, Հայաստանում իրականացնում է բազմամիլիարդանոց AI ենթակառուցվածքային նախագիծ։ Այն Հայաստանը դարձնում է հաշվարկային հզորությունների առնվազն տարածաշրջանային ռազմավարական կենտրոն։ Հրազդանում գործարանի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետը եւ Ղազախստանի փոխվարչապետը։ Նրանց հետ էր նաև NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։ Իդեպ, տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հսկան ամերիկյան NVIDIA-ն Firebird-ի տեխնոլոգիական գործընկերն է։ Արդեն մեկնարկել է նաև Ղազախստանում արհեստական բանականության հսկայական կենտրոն հիմնադրելու ծրագիրը։ Հայաստանում եւ Ղազախստանում հիմնադրված կենտրոնները լինելու են իրար փոխլրացնող։ NVIDIA ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը հենց այս թեմայով է Firebird-ի բացման առթիվ ուղերձ հղել Հայաստանին ու Ղազախստանին։ Firebird AI-ը ներդրել է ավելի քան $500 միլիոն։ Ծրագիրը ստեղծելու է ավելի քան 300 նոր աշխատատեղ։ Ամերիկյան տեխնոլոգիաներով Հայաստանը դառնում է Եվրոպայի կարևոր հաշվարկային հանգույց։ Հորմուզի նեղուցը մնում է փակ, Իրանը պայմաններ է առաջադրում։ Վաշինգտոնում խոստովանում են զենքի պաշարը սպառվում է։ Իսրայելը Միացյալ Նահանգներին ասաց ոչ, Թրամփի խաղաղության ծրագիրը չի գործի։ Ազատության արձանի մոտ նավակը շրջվել է, կան զոհեր։ Ողբերգական դեպք երկնքում, ուղևորը մահացել է Լոս Անջելես թռչող ինքնաթիռում։ 1000 տիրահատություն 10 օրում, հրաշքի հեղինակը ամերիկացի բժիշկ է։ Բարև ձեզ, ես Մանու Հարությունյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին։ Եթե ուզում եք աջակցել մեզ, ապա անպայման բաժանորդագրվեք եւ լայքեք մեր տեսանյութը, իսկ ես անցնեմ օրվա թեմաներին։ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ փակ։ Իրանը պահանջում է ԱՄՆ-ի վարքագծի փոփոխություն։ Օմանի հետ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Իրանի արտգործնախարար Արաղչին հերքել է նոր գործարքի մասին լուրերը։ Նրա խոսքով այս փուլում միջնորդները ջանքեր են գործադրում բանակցությունները վերսկսելու համար։ Բանակցելու համար Իրանի անվտանգության խորհուրդը պայմաններ է ներկայացրել։ ԱՄՆ-ն պետք է վերացնի ծովային շրջափակումը, պետք է վճարի պատերազմի վնասները եւ հանի պատժամիջոցները, պետք է նաեւ ազատի իրանական սառեցված ակտիվները։ Իրանը պահանջում է դադարեցնել հակամարտությունը։ ԱՄՆ-ն դեռ չի պատասխանել Իրանի պահանջներին։ Փոխնախագահ Վենսը խոսել է անվտանգ երթևեկության, ականազերծման եւ անվտանգության երաշխիքների կարեւորության մասին։ Օմանը շարունակում է բանակցությունները Թեհրանի հետ, սակայն Իրանի պաշտոնյաները հերքում են նեղուցի շուտափույթ բացման հնարավորությունը։ Իրավիճակը մնում է չափազանց լարված եւ անկանխատեսելի։ Հյուրընկալությունը հայերիս մշակույթի անբաժանելի մասն է եւ իհարկե հյուրընկալության մեջ մեծ դեր ունի նաեւ ախորժելի եւ որակյալ սնունդը։ Հենց այս ծառայությունն է մատուցում այսօրվա մեր հաղորդման հովանավորը։ Բոլորից արդեն հայտնի եւ մեծ վստահություն վայելող Vivaldi Catering-ը առաջարկում է փաթեթներ սկսած 5 հոգին $150։ Նշեմ, որ 10 հոգու համար նախատեսված փաթեթը ամենասիրվածն ու պահանջվածն է եւ այն կարող եք ձեռք բերել ընդամենը $300։ Ցանկանում ենք նշել, որ հենց Vivaldi Catering-ի Instagram-յան էջում պատկերված սպասքով եւ փաթեթավորմամբ էլ ստանալու եք ձեր պատվերը։ Իսկ եթե պատվիրելիս նշեք, որ Vivaldi Catering-ի մասին տեղեկացել եք Glendale News-ից, պատվերի հետ կստանաք լիովին անվճար մրգերի ասորտի։ Նշեմ, որ այս առաջարկը ուժի մեջ է միայն ամառվա ամիսներին։ Պատվիրելու համար զանգահարեք 707 771 7771 հեռախոսահամարով, իսկ Instagram-յան էջը կարող եք գտնել այս տեսանյութի ներքևում ներածության բաժնում։ Այժմ շարունակենք թողարկումը։ Իրանի հետ վերջին մարտերը նվազեցրել են ամերիկյան պաշարները։ Պենտագոնի խոսնակը հաստատել է լուրը։ Պաշտպանության նախարարի տեղակալը դիմել է զենք արտադրողներին, պահանջելով արագացնել ծրագրերը եւ ընդլայնել արտադրական կարողությունները։ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալներով պաշարները ԱՄՆ կտրուկ նվազել են։ Patriot հրթիռների քանակը նվազել է 65%-ով։ THAAD հրթիռների պաշարը նույնպես զգալի կրճատվել է։ Դա ստիպում է ԱՄՆ-ին ռիսկի դիմել։ Որոշ դեպքերում հրթիռներն ավելի քիչ են կիրառվում։ Սա մեծացնում է հարձակման հավանականությունը։ Թրամփը հերքում է պակասը, նա հայտնել է, որ ունեն հսկայական քանակությամբ զենք։
Թրամփը պահանջել է նոր պաշտպանական վահան, այն պետք է պաշտպանի բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռներից։ Պենտագոնը նաեւ Google-ի հետ ունի պայմանագիր, այն վերաբերում է արհեստական բանականության ծառայություններին։ Ամերիկայի պաշտպանության բյուջեն կարող է հասնել 1.5 տրիլիոն դոլարի, անցյալ տարի այն կազմել է 900 միլիարդ դոլար։ Եմենի հութիները անօդաչու թռչող սարքով հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա։ Այն մշակում է օրական 400,000 բարել նավթ։ Հարձակման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Տուժածներ չկան, հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը։ Հութիների խոսնակը X սոցիալական ցանցում հաստատել է հարձակման փաստը։ Հութիները հարվածել են նաև Եմենի Մոխա նավահանգստին հրթիռներով եւ անօդաչուներով։ Այս հարվածը խլել է 7 մարդու կյանք։ Եմենի տրանսպորտի նախարարությունը դատապարտել է այս գործողությունը։ Սա եւս մեկ հարձակում է կենսական նշանակության քաղաքացիական օբյեկտի վրա, ասված է պաշտոնական հայտարարության մեջ։ Նավահանգստի ենթակառուցվածքները ստացել են լուրջ վնասներ։ Իրանամետ ուժերը շարունակում են ճնշումը Պարսից ծոցի պետությունների վրա։ Նրանք իրականացնում են նավթային փոխադրումների շրջափակում։ Հորմուզի նեղուցից բացի այս պահին գրեթե ամբողջությամբ փակ է նաև Կարմիր ծովը։ Տարածաշրջանում նավթի մատակարարումը մնում է խնդրահարույց։ Հազարավոր նավաստիներ դեռ գտնվում են արգելափակման մեջ Հորմուզի հատվածում։ Թրամփին մերժեց իր ամենամոտիկ դաշնակիցը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հրաժարվեց ընդունել ԱՄՆ նախագահի ծրագիրը։ Խոսքը Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած փաստաթղթի մասին է։ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը չի ընդունում այդ պլանը։ Նրա խոսքով իսրայելական ուժերը չեն հեռանա Գազայից մինչև Համասի զինաթափումը։ Նեթանյահուն պնդել է, որ զինաթափումը պետք է լինի իրական։ Նա բացառել է Պաղեստինյան պետության ստեղծումը իր պաշտոնավարման ընթացքում։ Քանի դեռ ես վարչապետ եմ, չի լինի Պաղեստինյան պետություն, ասել է նա։ Համասը կոչ է արել ԱՄՆ-ին ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։ Նրանք պահանջում են կատարել համաձայնեցված ճանապարհային քարտեզը։ Գազայում հոկտեմբերից ի վեր կան հազարավոր զոհեր։ Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ։ Իսրայելը շարունակում է իր գործողությունները Գազայի տարածքում։ Իրավիճակը Գազայում մնում է չափազանց ծանր եւ անորոշ։ Նեթանյահուի քաղաքական ապագան կախված է հոկտեմբերին սպասվող ընտրություններից։ Դրանք ի դեպ կարող են որոշիչ դեր ունենալ ոչ միայն Իսրայելի ներսում, այլև տարածաշրջանային խոշոր զարգացումներում։ Նյու Յորքի նավահանգստում նավակ է շրջվել Ազատության կղզու մոտ։ Միջադեպի հետևանքով զոհվել են մի կին եւ նրա երեխան։ Կինը 27 տարեկան էր, երեխան ընդամենը 5 ամսական։ Փրկարարները նրանց գտել էին ծանր վիճակում եւ տեղափոխել Բրուքլինի հիվանդանոց, որտեղ սակայն նրանց փրկել չի հաջողվել։ Մյուս 11 ուղևորները ստացել են թեթև վնասվածքներ։ Նավի 46-ամյա կապիտանը ձերբակալվել է։ ԱՄՆ Առափնյա պահպանության ծառայությունը հետաքննություն է սկսել։ Այս փուլում փորձում են պարզել թույլատրված, թե ապօրինի է եղել չարտերային ծառայությունը, որի ընթացքում տեղի է ունեցել վթարը։ Նավը քարշակվել է ափ եւ գտնվում է ոստիկանության հսկողության տակ։ Ազատության կղզին հայտնի զբոսաշրջային վայր է։ Այն գտնվում է Նյու Յորքի նավահանգստում։ Այստեղ է գտնվում Ազատության արձանը։ Այդ տարածքում նավակներով զբոսանքը զբոսաշրջիկների ու տեղացիների ժամանցի տարածված տարբերակներից մեկն է։ Թռիչքը դեպի Լոս Անջելես ողբերգությամբ է ավարտվել։ Թեքսասից Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան թռչող ինքնաթիռում ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նա կորցրել է գիտակցությունը։ Օդաչուներն ահազանգել են հիվանդ ուղևորի մասին։ Թռիչքի ընթացքում ուղևորին առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Լոս Անջելեսում օդանավակայանի բժիշկներն անմիջապես մոտեցել են վայրէջք կատարած ինքնաթիռին, բայց 22-ամյա ուղևորին փրկել չի հաջողվել։ Բժիշկները դեռ պարզում են մահվան պատճառը։ Իրավապահներն էլ շարունակում են ուսումնասիրել դեպքի բոլոր հանգամանքները։ Լոս Անջելեսում ավազակները կողոպտել են AutoZone խանութները։ Դա տեղի է ունեցել փողոցային անօրինական հավաքներից ու ավելի քան 100 մեքենայի մասնակցությամբ փողոցն անօրինական փակելուց հետո։ Խմբերը ջարդել են ցուցափեղկերը եւ թալանել ապրանքները։ Ոստիկանությունը դեռ ոչ մեկին չի ձերբակալել։ Հանցագործությունները տեղի են ունեցել հանգստյան օրերին։
Ինչպես հայտնում են Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտից, Լոս Անջելեսի արևելյան մասում գտնվող խանութը թալանվել է 2 անգամ։ Լոս Անջելեսի հարավային մասում հարձակումը եղել է 1 անգամ։ Կիրակի առավոտյան 100 մարդ ներխուժել է խանութ։ Տեսանյութերում երևում են ջարդված համակարգիչներ եւ ապակիներ։ Դարակները մնացել են դատարկ եւ կոտրված։ Լոս Անջելեսի հարավում գտնվող Imperial Highway-ի խանութը նույնպես լուրջ վնաս է կրել։ Իսկ քաղաքի արևելքում թալանվել է Օլիմպիկ բուլվարի խանութը։ Շերիֆի դեպարտամենտը շարունակում է հետաքննությունը։ Վնասի չափը դեռ հայտնի չէ։ Խանութները փակ են նորոգման աշխատանքների պատճառով։ Սանթա Քլարիթայի մերձակայքում բռնկված հրդեհը վերահսկվում է։ Տարհանման մասին բոլոր նախազգուշացումները հանվել են։ Կրակն ընդգրկել է շուրջ 20 ակր տարածք։ Այն ստացել է Տաշա անունը։ Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Այժմ կրակի 30%-ն է մարված։ Հրդեհը բռնկվել է հանգստյան օրերին Սիերա Մայրուղու եւ Նյուհոլ Փասի մոտ։ Լոս Անջելեսի շրջանի հրշեջ դեպարտամենտը հայտնել է մանրամասներ։ Տեղանքը շատ բարդ եւ թեք է եղել։ Հրդեհի մարմանը նաեւ ինքնաթիռներ են մասնակցել։ Իշխանությունները հետաքննում են հրդեհի իրական պատճառները։ Կասկածներ կան, որ սա եղել է միտումնավոր հրդեհ։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտը փնտրում է արծաթագույն կամ մոխրագույն Mercedes։ Ականատեսները նկատել են մեքենան դեպքի վայրի մոտ։ Հարավային Կալիֆոռնիայում նույն օրը բռնկվել են այլ հրդեհներ։ Բըրբենքի Walnut հրդեհը եւ Վենտուրա շրջանի Հոլսեր հրդեհը անհանգստություն են պատճառել։ Տարածքում շարունակվում է շոկ եւ չոր եղանակը։ Իշխանությունները կոչ են անում զգոն լինել։ Հրդեհների վտանգը դեռ մնում է բարձր։ Սենատը հաստատեց Թոդ Բլանշի թեկնածությունը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում։ Քվեարկությունը անցել է չափազանց լարված մթնոլորտում։ Բլանշը ստացել է 50 կողմ եւ 49 դեմ ձայն։ Դեմոկրատները դեմ են քվեարկել։ Բլանշի թեկնածությանը դեմ են քվեարկել անգամ որոշ հանրապետականներ։ Քննադատները կասկածներ ունեն Բլանշի անկախության հարցում։ Նա նախկինում եղել է Թրամփի դատապաշտպանը։ Բլանշի հաստատումը երկար ժամանակ կասկածի տակ էր Թրամփի հետ կապված ֆինանսական գործարքների պատճառով։ Խոսքը հարկային ստուգումներից ազատվելու եւ հակազդման հիմնադրամի մասին է։ Ամեն դեպքում մեկ ձայնի տարբերությամբ Թրամփին հաջողվեց երկրի կարևորագույն օղակներից մեկի ղեկավար դարձնել իր վստահելի գործչին։ Այսը նոր պլան ունի։ Մինչև օգոստոսի վերջ բոլոր աշխատակիցները կունենան հագուստի վրա տեղադրված տեսախցիկներ։ Սա պետք է ավելի թափանցիկ դարձնի գործակալության աշխատանքը, սակայն տեսանյութերը հանրությանը ցույց տալու հարցը մնում է փակ։ Գործակալությունը կարող է մերժել դրանց հրապարակումը։ Գործակալության ղեկավարը հիմնավորում է այս որոշումը։ Նա նշում է, որ սա պաշտպանում է հետաքննությունը եւ մարդկանց անձնական տվյալները։ Ըստ սահմանված մոտեցման տեսանյութերը կարող են հրապարակվել միայն գործակալության լավագույն շահերին համապատասխան։ Սա մտահոգություն է առաջացրել փորձագետների շրջանում։ Այսը վերջերս բախվել է լուրջ խնդիրների։ Մենում եւ Հյուստոնում տեղի են ունեցել մահացու դեպքեր։ Այդ միջադեպերի ժամանակ գործակալների հագուստներին տեսախցիկներ չեն եղել։ Գործակալությունը հերքում մեղադրանքները։ Այսում պնդում են, որ իրենց քաղաքականությունը համահունչ է օրենքներին, սակայն հանրային վստահությունը մնում է ցածր։ Պերսեի աստղաթափը վերադառնում է։ Այն սկսվելու է չորեքշաբթի գիշերը եւ շարունակվելու է մինչեւ հինգշաբթի առավոտ։ Գիսաստղերը հատում են երկրի ուղեծիրը։ Արևը գոլորշիացնում է սառույցը։ Գիսաստղի փոշին մնում է տիեզերքում։ Երկիրը բախվում է այդ մասնիկներին։ Այդպես առաջանում են, այսպես ասած, ընկնող աստղեր։ Այս երևույթը վերադառնում է 133 տարին մեկ։ Այս տարի լուսնի փուլը նպաստում է դիտմանը։ Լուսինը նոր է, այն չի լուսավորի գիշերային երկինքը։ Դա հնարավորություն է տալիս տեսնել ավելի շատ երկնաքարեր։ Դիտումներ կատարելու համար պետք է հեռանալ քաղաքի լույսերից։ Լավագույն ժամանակը կեսգիշերից մինչև լուսաբացն է։ Հնարավոր է տեսնել ժամում 100 երկնաքար։ Ամեն ինչ կախված է եղանակից։ Սարդ մարդ նոր օր ֆիլմը կոտրում է բոլոր ռեկորդները։ Այն 10 օրում հավաքել է 1.67 միլիարդ դոլար։ Այն դարձել է տարվա ամենաեկամտաբեր ֆիլմը։ ԱՄՆ կինոթատրոններում այն հավաքել է 655.1 միլիոն դոլար։ Սա Sony-ի համար լավագույն ցուցանիշն է։ Քրիստոֆեր Նոլանի Ոդիսականը նույնպես հասել է նոր հաջողության։ Այն հավաքել է ավելի քան 1.1 միլիարդ դոլար։ Սա ռեժիսորի ամենաշահութաբեր աշխատանքն է։ Ֆիլմը հաջողություն է ունեցել IMAX էկրաններին։ Ֆիլմը դեռ չի ցուցադրվել Չինաստանում։ Ուրբաթ օրը այն կմտնի այդ շուկա։
Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ, որ կհետաքրքրեն ձեզ։ Orange County տրանսպորտային գործակալությունը հայտարարել է երթուղիների փոփոխության մասին։ Փոփոխություններն ուժի մեջ են կիրակի օրվանից։ Գործակալությունը լավ նորություն ունի Kell State Fullerton-ի ուսանողների համար։ Նրանք կարող են օգտվել բարելավված ավտոբուսային կապից, իսկ 6-ից 18 տարեկան դպրոցականների համար գործում է անվճար երթևեկության ծրագիրը։ Ուսանողների համար նույնպես գործում են զեղչեր կամ անվճար երթևեկություն։ Որոշ երթուղիներ ենթարկվել են զգալի վերափոխումների։ Դրանց ուղղությունները եւ վերջնակետերը այժմ փոփոխված են։ Գործակալությունը հորդորում է ծանոթանալ նոր երթուղիների քարտեզին։ Նոր համակարգը եւ զեղչերի նոր առաջարկը կգործեն ամբողջ շրջանում։ Սանթա Մոնիկայի փողոցները լցվել են երաժշտությամբ եւ բազմությամբ։ Blockfest տոնակատարությունը կյանք է բերել քաղաքի կենտրոն։ Մարդիկ եկել են զվարճանալու եւ գնումներ կատարելու։ Տոնակատարությունները անվճար են եւ բաց բոլորի համար։ Այցելուները կարող են խմիչք գնել եւ քայլել փողոցներում։ Գործարարները նույնպես գոհ են այս փոփոխություններից։ Հատկապես սննդի ու սպասարկման ոլորտների համար սա լրացուցիչ աշխուժություն ու լրացուցիչ եկամտի հնարավորություն է։ Տոնակատարությունները կայանում են յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը եւ տևում են երեկոյան 5-ից մինչեւ կեսգիշեր։ 1000 վիրահատություն 10 օրում։ Ռեկորդային ցուցանիշը պատկանում է ամերիկացի ակնաբույժ Լլոյդ Ուիլյամսին։ Նա ժամանել է Հարավային Սուդանի սահման, որի բնակիչները էթնիկ հակամարտությունների պատճառով տարիներ շարունակ զրկված են եղել բժշկական օգնությունից։ Այս տարածաշրջանում կուրության մակարդակը աշխարհում ամենաբարձրերից է։ Բժշկական թիմին հաջողվել է աշխատել կարճատև հրադադարի շնորհիվ։ Ամերիկացի բժշկի աշխատանքի արդյունքում մոտ 10 օրում 1000-ից ավելի վիրահատություններ են կատարվել գրեթե դաշտային պայմաններում։ Այնուամենայնիվ դա հնարավորություն է տվել 1000-ից ավելի մարդկանց տեսողությունը վերականգնել։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ։ Համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղ ժամը 5-ին։ Հաջողություն։